Արդյոք սա Աստծո կամքն է։ Այս հարցը հաճախ մեզ վախեցնում է։ Մենք վախենում ենք սխալվել, կարծելով, թե Աստված միայն մեկ ճիշտ տարբերակ է պահել, եւ եթե այն չգտնենք, մեր կյանքը կձախողվի։ Սակայն աստվածաբանները նշում են, որ Աստծո կամքի 90%-ն արդեն գրված է Աստվածաշնչում։ Օրինակ լինել ազնիվ, սիրել մերձավորին։ Մենք հաճախ կենտրոնանում ենք մնացած 10%-ի վրա։ Օրինակ ինչ աշխատանք ընտրել, մինչդեռ անտեսում ենք արդեն հայտնի դարձած 90%-ը։ Աստծո կամքը տեսնելու առաջին քայլը աշխարհիկ աղմուկ անջատելն է։ Եթե մենք առաջնորդվում ենք նույն չափանիշներով, ինչ բոլորը, փող, փառք, հարմարավետություն, մենք երբեք չենք կարող տեսնել Աստծո ճանապարհը։ Նրա կամքը գտնելու համար պետք չէ նոր տեղեկություն ստանալ երկնքից, այլ պետք է ունենալ նոր միտք, քանի որ մեր միտքը մեր կյանքի ղեկն է, եւ հենց այնտեղ են տեղի ունենում մեր կյանքի ամենամեծ պատերազմները։ Հետևաբար, առաջինը պետք է նորոգվի մեր միտքը։ Մտքի նորոգությունն էլ տեղի է ունենում Սուրբ գրքի ընթերցանության եւ սերտման միջոցով։ Այն լցվում է Աստծո ճշմարտություններով, որոնք էլ դուրս են մղում աշխարհիկ ստերը։ Մենք սկսում ենք մտածել Աստծո պես եւ բնականաբար ընտրում ենք այն, ինչ նրան է հաճելի։ Եթե Աստված չփոխի մեր մտածելակերպը, մեր արարքները կմնան հին ու անօգուտ։ Աստծո կամքը մեզ դժբախտացնելու համար չէ։ Այն բարի է մեզ համար, հաճելի է նրան եւ կատարյալ մեր կյանքի ծրագրի համար։ Այս շաբաթ օրական 5 րոպե անցկացրեք լռության մեջ, առանց հեռախոսի, պարզապես խնդրելով Սուրբ Հոգուն առաջնորդել ձեր մտքերը։